Եթե մենք այդ համելաշխությունը չհաստատենք, մենք չենք կարող ունենալ ապագա։ Իսկ Քրիստոսի արձանը մեզ բոլորիս պետք է կոնսոլիդացնի եւ հիշեցնի, որ մենք ավետյաց երկիր ենք եւ մեր ինքնությամբ մենք պետքա ըստ էության հասկանանք եւ ներկայանանք աշխարհին հենց դրանով։ Ասեն, որ դա նախ մեզ կբարձրացնի, մեզ նոր ձևի ճանաչել կտա ամբողջ աշխարհին, որտեղ աշխարհում շատերը չգիտեն, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, հա։ Ես էլ չեմ ասում, որ տուրիստական բումի պատճառ կդառնա եւ Հայաստանը ֆունդամենտալ կփոխի այդ տնտեսական զարգացումը, գրավչությունը տուրիստական իմաստով։ Ես մի բան ուղղակի ուզում եմ նշել, որ մենք ընդունել ենք առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց մենք ցավոք մոռացել ենք դրա մասին եւ շատ հեռացել ենք այդ արժեքներից։ Իսկ քրիստոնեության սկզբունքի ամենակարևոր պատվիրաններից մեկը այն է, որ դու պետք է վերաբերվես դիմացինի այնպես, ինչպես որ կուզենաս, որ քո հանդեպ վերաբերվեն, հա։ Եվ նույն մեր եղբայր Իրան ժողովրդի Օմար Խայամի հայտնի այդ փիլիսոփայի բանը բոլորս հիշենք, հա, որ ինքը ասում էր, որ լավագույն տարբերակը, որ դու ուզում ես քո թշնամու հետ բանանես, եթե դու իրեն սկսես հարգանքով վերաբերվես, դու իրան կդարձնես քո լավագույն դաշնակիցը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք բոլորս պետք է հասկանանք։